լուսավորչի աչից դեպի աչ վաղարշապատն է։ Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածին ունի ավելի քան 2700 տարվա պատմություն։ Ինչպիսին է քաղաքն այսօր, ինչ խնդիրներ ունի եւ որոնք են համայն հայոց հոգևոր մայրաքաղաքի մարտահրավերները։ Այս շաբաթ մենք կփորձենք բացահայտել հայի ու Հայաստանի բանաձևով։ Կուարլինի, Վարդգեսավան, Վաղարշապատ, Կայենպոլիս, Ռոստաստան, Էջմիածին։ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր մայրաքաղաքն ունի ավելի քան 2700 տարվա պատմություն։ Մայրաքաղաքից ընդամենը 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պատմական այս քաղաքը հայոց պատմության ամենահայտնի ու հին բնակավայրերից է։ Այն բացառիկ նշանակություն ունի յուրաքանչյուր հայի համար։ Էջմիածնի մասին որպես հոգևոր կենտրոնի առաջին անգամ հիշատակում է Ագաթան Գեղոսը։ Նա նկարագրում է քաղաքն իր հոգևոր առանձնահատկությամբ։ Գրիգոր Լուսավորիչը խորվիրապում բանտարկությունից հետո եկավ այստեղ ու տեսիլք ունեցավ։ Հիսուս Քրիստոսը հայտնվեց ու պատգամեց նրան տաճար կառուցել։ Այստեղից էլ անունը իջավ միածինը, Էջմիածին։ Եկեղեցու զանգերը հավատացյալներին կանչում են ժամերգության։ Օրական 2 անգամ հոգևոր մայրաքաղաքի բոլոր եկեղեցիների զանգերը արձագանքում են բոլոր թաղամասերում։ 301-ից 303 թվականներին կառուցված Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայկական ամենահին ու մեծ եկեղեցիներից մեկն է։ Այն հայ առաքելական եկեղեցու բնորանն է, ինչպես այստեղ են ասում հայկական Բեթխեհեմը։ Սուրբ Էջմիածինը հայոց կյանքում հավասարազոր է եղել մեր սրբազան լեռ Արարատին։ Եվ հենց սրա հիման վրա է, որ մեր մտավորականներից եւ ազգային գործիչներից Արշակ Չոպանյանը հետևյալ պատկերավոր արտահայտությունն է կատարել տարիներ առաջ, ասելով, որ մենք ունենք մեր վեհափառ Արարատը, բայց ունենք նաև մեր բարոյական Արարատը, որը Սուրբ Էջմիածինն է։ 1950-ական թվականներին տարված հետազոտություններից հետո փորձագետները հաստատեցին, որ մայրտաճարն իր հատակագծով երբևէ փոփոխություն չի կրել։ Ավելի քան 1700 տարվա պատմություն ունեցող քառանկյուն կենտրոնագմբեթ եկեղեցուն ավելացել են գիծ հատվածները։ 7-րդ դարում փայտե գմբեթը Կոմիտաս կաթողիկոսը նորինորոշ շինում է։ Հիմա էլ անզեն աչքով գմբեթին նայելիս կարելի է դարերի ընթացքում նորոգման աշխատանքները նկատել։ 17-րդ դարի սկզբին մայրտաճարին ավելանում է գլխավոր զանգակատունը արևելյան մուտքի վրա, որը ժամանակ անց էլ փոքրիկ զանգակատները, իսկ արդեն 1869 թվականին Գևորգ IV-ի նախաձեռնությամբ կառուցվում են 3 նոր ավանդատները, որոնք հիմա թանգարան են դարձել։ Հայոց հայրապետները բոլորն էլ իրենց գահակալության օրերին առավել կամ նվազդ չափով եղել են շինարարներ, եւ այդ շինարար լինելու գերագույն նպատակը եղել է համայն հայության հոգևոր կենտրոնի բարեկարգումը, որպեսզի հայոց հոգևոր կենտրոնը միշտ պայծառ եւ բարեկարգյալ լինի եւ վայելուչ լինի մեր ժողովրդին եւ մեր հազարամյա քաղաքակրթությանը։ Մայրտաճարի տարածքում առանձնակի ուշադրության են արժանի 2 թանգարանները։ Խորանի հետևում գտնվող նախկին ավանդատներում հիմա պահվում են կաթողիկոսանիստ տաճարի հարստությունը։ Հայոց եկեղեցու ամենանվիրական սրբությունները, պատմական կարևորագույն փաստաթղթերն ու թանկարժեք իրերը։ Վերջին տարիներին նախկին սեղանատան շենքի տարածքում եւս 1 թանգարան է բացվել՝ Ռուբեն Սևակինը։ Արևմտահայ գրողի ժառանգները Սևակի բոլոր նկարները, նամակներն ու ձեռագրերը նվիրել են Էջմիածնին։ Ցուցասրահներն առավել հետաքրքիր դարձնելու համար այստեղ հավաքվել են նաև արևմտահայ անվանի նկարիչների լավագույն նկարները։
Մայր տաճարի հարևանությամբ այստեղի ամենախորհրդավոր շենքերից մեկն է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Այստեղ 6 տարվա ուսումնառությունից հետո երիտասարդ հոգևորականները մեկնում են ծառայելու հավատացյալ հոտին։ Հարևանությամբ նաև նրանց կեցավայրի շենքն է, որտեղ 6 տարիների ընթացքում նրանք ապրում են եւ զբաղվում հոգևորական դասերով։ Հիմա Գևորգյան ճեմարանում 92 ճեմարանական է սովորում։ Անվանի հոգևոր ուսումնական հաստատությունում դասերը սովորական համալսարանի պես են։ Դասախոսների մեծ մասն էլ Երևանից է գալիս այստեղ դասավանդելու։ Ուսումնառությունը 6 տարի է, կրթությունն անվճար է, բայց պայմաններն էլ հեշտ չեն։ Ուսումնառության տարիների ընթացքում ուսանողները չպետք է ամուսնանան։ Նրանք բնակվում են Մայր տաճարի իրենց հանրակացարանում եւ հետևում են հատուկ օրակարգի։ Այստեղ յուրահատուկ դեսպաններ են դառնում եկեղեցու ճեմարանականները, որովհետև երբ զբոսաշրջիկներ կամ այցելուներ, հավատացյալներ գալիս են այստեղ, բարձ շարքի մեջ քայլող կամ զբոսնող մայրաթոռի ճեմարանականին կարող են մոտենալ իրենց զանազան հարցերով, թե այսպես զբոսաշրջիկային հարցերով եւ թե նաեւ աստվածաբանական հոգեվոր հարցերով, եւ ուրախալի է, որ ճեմարանականներն արդեն իսկ իրենց ուսումնառության տարիներից հնարավորություն ունեն գործնականորեն կիրառելու այս օջախում ստացած իրենց գիտելիքները եւ հմտությունները։ Առավոտյան 7:30-ին Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում ժամերգությունից հետո նախաճաշ եւ դասի։ Այսպես է սկսվում ճեմարանականների օրը։ Սամվել Սարգսակյանն արդեն 6-րդ կուրսում է սովորում։ Հոգևորական դառնալու որոշումը կայացրել է դպրոցական տարիներին։ Հիմա արդեն պատրաստվում է ավարտական քննություններին։ Սենյակների մեծ մասը լսարաններ են, առաջինից 6-րդ լսարանների համար։ Չկա այստեղ։ Եվ ուրեմն այստեղ օրինակ քահանայից պատրաստման լսարաններն են, առաջին, երկրորդ եւ երրորդ լսարանները, եւ ձախ կողմի վրա սենյակը սա աստվածաբանության ամբիոնն է, որտեղ որ պատրաստվում է ուսումնական տարվա ծրագիրը եւ քննարկվում են ընթացիկ հարցերը։ Ճեմարանը նաև հաճախ ներկայանում է իբրև պատկերասրահ։ Այստեղ տարբեր նկարիչներ, տարբեր ստեղծագործողներ բերում են եւ որպես ցուցահանդես ներկայացնում են իրենց նկարները եւ այդ նկարները զբաղեցնում են այս պատերը։ Ամեն օր ճեմարանականները ժամերգության են մասնակցում հարևանությամբ գտնվող եկեղեցում, իսկ Մայր տաճար գնում են շաբաթական 2-ից 3 անգամ։ Դասերից հետո 2 ժամ ազատ ժամանակ ունեն։ Նրանցից ոմանք խմբակների են մասնակցում, մյուսներն էլ ըստ հայեցողության, չլքելով եկեղեցու տարածքը, խորում են, աղոթում կամ ժամանցի միջոց փնտրում։ 5:30-ին երեկոյան ժամերգությունն է ճեմարանում եւ ամբողջ ճեմարանով գնում ենք Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի երեկոյան աղոթքի։ Հետո մինչև նույն բան ժամը ունենք մոտ 4 ժամ դասապատրաստման համար եւ այնտեղ մի ընդմիջում ընթրիքի ժամին գնում ենք ճաշարան, այնուհետև ննջելուց առաջ աղոթք ունենք ամբողջ ճեմարանով եւ աղոթքից հետո արդեն ժամը 11-ին 11:30 ճեմարանում բոլոր լույսերը անջատվում են եւ մենք քնում ենք։ Սամվել Սարգսակյանը 22 տարեկան է ու առաջիկայում պետք է որոշում կայացնի կուսակրոն քահանա ձեռնադրվելու մասին։ Եկեղեցի մանկուց է հաճախում, իսկ հոգևորական դառնալու որոշումը ոչ ընտանիքի, ոչ էլ ընկերների համար անակնկալ չէր։ Մինչև Գևորգյան ճեմարան գալը 4 տարի ուսանել եմ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, այնտեղ ավարտելով բակալավրիատի մասը, այժմ այստեղ ուսումս 2-րդ տարում շարունակում եմ մագիստրատուրայի բաժնում։ Մինչ ճեմարան գալս ես ծառայել եմ եկեղեցում մոտ 3-4 տարի եւ այս տարիների ընթացքում է որ իմ մեջ փափակ ձևավորվեց գալու եւ ճեմարանում իմ ուսումը շարունակելու։
Էջմիածինը Հայաստանի զբոսաշրջության ուղեցույցների առաջին հորիզոնականում է։ Քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկրում հայտնվելուն պես օտարերկրացիները շտապում են Աստծո միածին որդու մեկնությամբ կառուցված եկեղեցին այցելելու։ Լինել հայ նշանակում է լինել Սուրբ Էջմիածնի զավակը, անկախ նրանից դու որտեղ ես ծնվել եւ մեծացել։ Եվ երբ որ նայում ենք մեր պատմությունը, ապա տեսնում ենք, որ մարդիկ ուխտավորաբար ոտքով ճանապարհ ընկնելով ամիսներ, տարիներ շարունակ եկել են ուխտի այս Սուրբ Տաճարը իրենց աղոթք անելու, որովհետև այն զորությունը, այն օրհնությունը, որ բաշխում է Սուրբ Էջմիածնից, չես կարող զգալ մեկ այլ եկեղեցում։ Հետևաբար Սուրբ Էջմիածին իսկապես մեզ համար այդ օրհնության աղբյուրն է, լույսն է, հույսն է, որը որ մեզ իսկապես դարձնում է ավելի լավը, ավելի հայը։ Սուրբ հույսն ու լույսը բոլորից շատ զգում են հոգևոր մայրաքաղաքի նկարիչները։ Առհասարակ հոգևոր կյանքի ազդեցությունն այստեղ այնքան մեծ է, որ ճեմարանի ուսանողների մեծամասնությունը Էջմիածնից ու հարակից համայնքներից են։ Հոգևոր մայրաքաղաքի բնակիչներն այստեղ ունեն իրենց լեգենդները, պատմություններն ու առաքելությունը։ Էջմիածինցները իսկապես օրհնված, այսպես ասած, մարդիկ են, որ ապրում են այս ոչ միայն ամենայն հայոց կաթողիկոսության մայր տաճարը, այլ նաև շրջակա բոլոր մեր վանական համալիրների Ռիվսիմեն, Գայանեն, Սուրբ Շողակաթը, որոնք որ պատմություն են, որոնք որ այս քաղաքի անբաժանելի մեկ մասն են։ Եվ հետևաբար ինձ թվում է Էջմիածինցի լինելը նաև պարտավորեցնող է մյուս քաղաքների բնակիչներից, որ իրենք ավելի քրիստոնյա պիտի լինեն, իրենք ավելի նախանձախնդիր պիտի լինեն եւ պիտի ամեն ինչ անեն, որ իսկապես արժանանա այդ էջմիածնեցի լինելու կոչմանը, որովհետեւ էջմիածնեցի լինել նշանակում է լինել այդ առաքելության կրողը Սուրբ Էջմիածնի եւ կարծում եմ, եթե առիթ ունենաք խոսելու էջմիածնեցիների հետ, նրանք իսկապես այդ հպարտության զգացողությունը ապրում են եւ այդ հպարտությունը պարզապես մենք պիտի փորձենք կենթանի գործերով դարձնել ավելի նյութական, ավելի գործնական։ Շահումյան փողոցն է Էջմիածնի ամենահայտնի ու հին փողոցներից մեկը։ Այն կոչվում է նաև Իգդիրաշորշ, որովհետև ճանապարհը տանում է դեպի Իգդիր։ Ճանապարհի ամբողջ երկայնքով տնկված են նաև բալենիներ, ուստի այն կոչվում է նաև Բալենու փողոց, ու նաև Ուխտավորի ճանապարհ, որովհետև ըստ ավանդության Խորվիրապից Գրիգոր Լուսավորիչը տեսիլքի համաձայն հենց այս ճանապարհով է եկել ու կառուցել Մայր տաճարը։ Գրիգոր Պապը հպարտությամբ, հույսով ու հավատով տասնամյակներ շարունակ տնից օրական 2 անգամ քայլելով գալիս է Մայր տաճար ժամերգությունների։ 77 տարեկան Էջմիածինցին վստահ է, Աստված Մայր տաճարում հնչեցրած աղոթքները լսում է։ Առավոտ 6-ին գնում եմ, հետ եմ գալի, հեմի եկետա մինչև ժամերգությունը պրծնել է, սկսում է 5:30, 6:30 պրծնում է, նոր գնում եմ տուն։ Օրը 2 անգամ, գիրագյորները 3 անգամ եմ հետ պատարակինել էտ ամարմասնակցը։ Իգդիրից եկած գաղթականները, այսպես Խաչմենուկից դեպի աջ, արդեն գնում ենք Արևմտյան Հայաստան դեպի Իգդիր։ Հիմնականում սա եղել է եկեղեցապատկան տարածքներ եւ այստեղ են իրենք տեղակայվել։ Այդ պատճառով կոչվել է Իգդիրաշորշ, Իգդիր տանող ճանապարհ։ Բայց էլի մի անուն է տվել ժողովուրդը Բալենիների փողոց։ Հիմնականում տների առաջ տնկված են բալենիներ, որոնք խորհրդանշում են հաջողություն բերող այդպես խորհուրդ ունեն իրենց մեջ, ժողովուրդը հավատացել է, որ եթե բալենի տնկենք, ապա հաջողություն կգա։ Եվ հիմնականում հին բնակիչները իրենց տների առաջ բալենիները պահպանում են։ Գրիգորը 10 տարուց ավելի է տեղափոխվել է Էջմիածին ու հիմնել զբոսաշրջային բիզնես։ Քաղաքի զարգացման եւ միևնույն ժամանակ հայկական ազգային մշակույթի պահպանման նպատակով տուրիստներին այստեղ առաջարկում են նաեւ հոգեվոր սնունդ։ Մաչանենց բակը, եթե այլ կերպ ձևակերպենք, արվեստի բակ է։ Տարածքում մի քանի պատկերասրահներ են գործում, թանգարաններ եւ հիմա միասին անցնենք սրահներով տեսնենք թե ինչ կա այստեղ։ Տարբերվելու զբոսաշրջիկներին գրավելու համար այստեղ շատ աշխատանք է արվում։ Առավել ուշագրավ մեթոդը թվային նոր թանգարանի ստեղծումն էր։ Այստեղ պատրաստվում է սրտի ձայների թանգարանը, սերունդների միջև կապը ամրապնդելու համար մտածեցինք ձայնագրել, հնարավորություն տալ ձայնագրելու մարդկանց սրտերը եւ տարբեր գրիչների վրա պահել, որպեսզի մեր սերունդները, ենթադրենք իմ թոռը, հնարավորություն ունենա ինձնից հետո լսել իր պապիկի սրտի ձայները։
իսկ ձայները չեն մեռնում։ Նկարիչ, ռեժիսոր, լուսանկարիչ, գրող, կոլաժների հեղինակ ու էության բիզնեսմեն Մաչյանը ստեղծագործական անունն էլ ընտրել է պապու շնորհիվ։ Ասում է պապը շատ էր սիրում համբուրել ու գյուղում նրան սկսել են Մաչյան կոչել։ Հիմա էլ ժառանգները շարունակում են պապի սիրառատ սովորությունը։ Սա իմ պատկերասրահն է, կոչվում է Մաչյանենց պատկերասրահ, այստեղ կախված են նկարներ, կոլաժներ, իմ գրքերը, 4 գրքի հեղինակ եմ, գրքերի, իմ ֆիլմերը, որ նկարահանում եմ, գորգերը, Մաչյանենց գորգերը, որ մենք պատրաստում ենք։ Այստեղ հիմնականում իմ արվեստն է։ Մենակ սա վերջին կոլաժն է, որ արել եմ 2 օր առաջ, կոչվում է Ռեքվիեմ։ Զանգերի անձրև։ Հոգու եւ մարմնի բաժանման այդ պահը, սիրո խաչելություն, մեզ խանգարող եւ օգնող կին էակը։ Նախորդ տարի այս զբոսավայր ավելի քան 15,000 զբոսաշրջիկ է այցելել։ Իրականում պոտենցիալն ավելի մեծ է, ուղղակի զբոսաշրջային ընկերությունները չգիտեն, թե բացի եկեղեցիների արագ էքսկուրսից ինչ կարելի է առաջարկել։ Չնայած տեղացիներն էլ առանձնապես չեն փայլում զբոսաշրջության հանդեպ հետաքրքրությամբ։ Քաղաքի միակ գործող թատրոնից ոչ հեռու Էջմիածնի ամենահայտնի տներից մեկն է։ Ուխտավորի ճամփի մեջտեղում Դրաստամարտ Կանայանի քրոջ տունն է։ Դրոն այստեղ հաճախ է եղել, քրոջն ու ամուսնուն հաճախ հյուրընկալվել են նաև Ավետիք Իսահակյանը, Կոմիտասը։ Տունը վաճառել են լեգենդար դաշնակցականի զարմիկները։ Տիկին Անահիտն արդեն 20 տարուց ավելի այս տանն է ապրում ընտանիքի հետ։ Այստեղ ոչինչ չեն փոխել, այն հույսով, որ մի օր թանգարան կդառնա։ Նորոգման ժամանակ են մի քանի հին իրեր են գտել ու հանձնել թանգարանին։ Այստեղ եղել է անասնագոմը իրանց ու մառանը։ Այստեղ ուսանողներ են եղել, հետո մի հատ էլ ընտանիք է եղել ապրող։ Հիմա ներսում, որ դուք տեսնեք, արդեն մաշվել է, թափվում է։ Ուղղակի մնացեք։ Այդ իրանց նախկին այդ ռեմոնտից կհասկանաք, չէ՞ որ մարդը ապրել ստեղ։ Տեսեք, այս բուխարին օգտագործվել է։ Դրոյի քրոջ տան հետ բազմաթիվ լեգենդներ են կապված, բայց տան այժմյան բնակչուհին ունի անհանգստության մեկ այլ թեմա։ Փողոցի բնակիչներն ուշադիր չեն ու մոռանում են երբեմն մաքրության մասին։ Համայն հայության հոգևոր մայրաքաղաքի կենտրոնում հրապարակի հարևանությամբ արդեն մի քանի տարի է ցուցադրվում են Էջմիածնի նոր զինանշանն ու դրոշը։ Դրանք խորհրդանշում են կաթողիկոսանիստ քաղաքը, Էջմիածնի պատմությունն ու ապագայի տեսլականները։ Հոգևոր մայրաքաղաքի զինանշանի ու դրոշի հեղինակը վարպետ Արշակն է։ Հիշում է, Մուսան միանգամից եկավ, մտաբերեց քաղաքի սիմվոլներն ու կաթողիկոսանիստ քաղաքի առանձնահատկությունները։ Այստեղ էսկիզներն են։ Այո, այստեղ էսկիզներն են, որը մասնակցեցին այդ մրցույթին։ Սա Էջմիածին քաղաքի զինանշանն է։ Զինանշանը իրենից ներկայացնում է այսպիսի մի բան։ Վերևը ամրոց է, որը որ ցույց է տալիս, որ մենք պաշտպանվող ազգ ենք եղել, ոչ զավթիչ, ոչ բարբարոս։ Կողքը խաղողի ողկյուզներով այս շրջանակը ցույց է տալիս, որ մենք ստեղծագործող, աշխատող ժողովուրդ ենք եղել։ Այս Էջմիածին կապուտ շրջանակը ցույց է տալի, որ Էջմիածինը հողակտորը ընտրվել է Աստծո կողմից եւ Աստծո կնիկն է այստեղ խփված։ Մեջը խաչն է, արիգագային լույսի տակ, խաչը 4 եկեղեցիների, այսինքն Ռիփսիմե, Շողակաթ, Մարիամ Աստվածածին գայան է, իսկ մեջտեղի մասում գտնվում է Էջմիածինը, էությունը։ Տեղել դրոշն է քաղաքի, ինքը ծիրանավոր է դրոշը եւ բանի գույնը, խաչի գույնը մեր
ցույց է տալիս, որ ամենայն հայոց կաթողիկոսին նստավայրն է։ Վարպետի տանը գրեթե բոլորը նկարում են։ Այստեղ նաև հին արվեստներից մեկին են նոր շունչ տալիս։ Էջմիածինը Հայաստանի այն եզակի քաղաքներից է, որտեղ կարելի է հանդիպել տաք էմալով նկարչությամբ զբաղվողներին։ Ընտանիքով այս գործով են զբաղվում։ Երիտասարդ աղջիկները միջազգային շուկայի համար են ուզում աշխատել, իսկ վարպետը կիսվում է ամենանվիրական գաղտնիքներով։ Ցավոք սրտի նման գրականություն չկա էմալի մասին, որ վերցնես, ընթերցես եւ կատարես։ Եվ դրա համար դու պետք է քո փորձերով, քո աշխատանքի մեծ ծավալներով, նվիրումով դու կարող ես գտնել էմալի այդ հատկությունները, որը օգտագործել են մեր հին վարպետները։ Ուրախություն ինձ ես կարող եմ ասել, որ այն ինչ նպատակ ես դրեցի իմ կյանքում, ես այդ նպատակները կատարեցի, այսինքն էմալ ունի մոտավորապես 12 ուղղություն, ես այդ 12 ուղղությունն էլ կատարում եմ։ 11 ուղղություն ավելի ճիշտ, 12-րդ ուղղությունը ես ինքս նկարիչ չեմ այդպես, ինդուստրիա նկարիչ է եւ շուրջ 15 տարի զբաղվում է էմալով նկարչության, անգամ Լեոնարդո դա Վինչին իր արվեստների համեմատական տրակտատի մեջ նշում է, որ էմալով նկարչությունը դա հավերժ արվեստ է։ Եվ մենք ուրախ ենք, որ աշխարհում կա նաև մի հողակտոր, որտեղ որ այդ արվեստով զբաղվում են։ Ու ասեմ ձեզի, որ ի զարմանս բոլոր աշխարհի, բոլորը զարմանում են, որ էմալով նկարչությունը ինչպիսի բան է, որ մահացել է, բայց վերածնունդ է ստացել Հայաստանում, հատկապես Էջմիածնում։ Դա Վինչիի նշած հավերժական արվեստի էջմիածնեցի հետևորդները հիմա հպարտությամբ են նայում իրենց աշխատանքներին։ Հոգևոր մայրաքաղաքի խորհրդանիշը ստեղծելն իր համար ամենամեծ ձեռքբերումներից էր։ Մնում է քաղաքում էլ նոր ձեռքբերումներ լինեն։ Երազանքը ամենահետաքրքիր բանն է, որ տրված է մարդուն։ Մարդը առանց երազանքի դա արդեն մարդ չի։ Ես երազում եմ, որ ապրեմ մի այնպիսի երկրում, որտեղ որ մարդիկ դուրս գալուց մարդկանց երջանիկ տեսնես, որ մարդիկ ձգտում ունեն ապրելու, աշխատելու եւ ստեղծագործելու։ Դա է իմ երազանքը, որ բոլորը ունենան այդ շունչը, որ հավատան, որ մենք կառուցելու ենք երկիրը, ու երկիրը պետքա ինչպես հնում ծովից ծով Հայաստան այլ է, հիմա էլ գա ժամանակը, որ դառնա հզոր Հայաստան։ Հզոր Հայաստանի երազանքն է իմը։ Էջմիածնի ամենահայտնի սպորտսմեններից է։ Պարոն Ֆելիքսը վերադառնում է Գեղակերտից։ Մարզական կարիերան ավարտելուց հետո զբաղվում է մարզչական գործով։ Դեռ մանկուց Էջմիածնում նրան բոլորը գիտեն որպես ծանամարտի նվիրյալ։ $1000 որտեղ չեմ տա։ Էջտանգին։ Անգամ թոշակի անցնելուց հետո Էջմիածնի ծանամարտի լեգենդը շարունակում է ամեն օր մարզվել։ Ծանամարտի հանդեպ սերը նրան փոխանցվել է հորից։ Ալիևների ընտանիքում գրեթե բոլորը սպորտով են զբաղվում։ Մարզիչ Ֆելիքսի հայրը ադրբեջանցի է, մայրը հայ։ Ինքն էլ ամուսնացած է հայուհու հետ։ Իր ու հայաստանցիների միջև տարբերություն չի դնում։ Ադրբեջանում հորական ազգականներ ունենք, բայց մինչև այսօր ոչ մի կապ չկա։ Այսինքն հերս որ կար 71 թվին վերջի անգամ ինքը Բաքու գնաց, իր մորական ազգականներ կար ընդ։ Իսկ իրանք մեզանով չեն հետաքրքրվում, մենք էլ իրանց որ չենք հետաքրքրվում։ Իմ ազգա բարեկամը իմ աշակերտներն են, իմ փեսաներն են, աղջիկներս են, մեր հարևաններն են։ Առանց գլուխ կովալու ոչ թե ինչ որ ուզում եմ ես ոնց ասեմ հաճոյանալու մարեմ ասեմ, մեր բոլոր հարևաններն են ոնց որ մեզի հարազատ մարդիկ։ Մի հատ թեթև բանալն եմ նայում եմ տենում հարևանները սախտունը լցված են։ Ուրիշ երկրում չի հավատա որ դες բան կներ։ Ապրում եմ ստեղ չեմ փոշմանել մինչև իմ ոնց որ ասած վերջի շունչը կծառայեմ այն ազգին, որ պարտական եմ իրան։ Իր ծննդավայրն իր միակ հայրենիքը համարող Ֆելիքս Ալիևը հիմա անհանգստանում է Էջմիածնի ու Հայաստանի ապագայի համար։ Աշխատանքի բացակայության պատճառով մարդիկ հեռանում են։
իր որդին էլ Ուկրաինայում է, բայց հնարավորության դեպքում կվերադառնա։ Ուրեմն երազանքը այն է, որ ասենք Օլիմպիական խաղերում իմ սանը երկրորդ տեղն է, երբ Մոսկովյան Օլիմպիական 20-րդ։ Այս Բրազիլիայի Օլիմպիական խաղերին ունեմ թեկնածու մի հատ 69 քաշում, Ավետիսյան Վանիկ։ Հույս ունեմ, որ կմասնակցի, ուրախ կլինեմ, որ ասենք մեդալով վերադառնա։ Դա իմ ցանկությունն է։ Սամվելին Էչմիածնում բոլորը գիտեն։ Քաղաքի ամենահայտնի թամադան է։ Քյուվթայի փողոցում էլ բոլորը առանձնահատուկ հարգանք ունեն իրենց մշտական հաճախորդի հանդեպ։ Քանի դեռ Քյուվթան եփվում է, վաստակավոր թամադան անկեղծանում է։ Մարդկանց դեմքի ժպիտն է պակասել։ Իր մանկության տարիներին քաղաքն ավելի ակտիվ էր, զբաղմունքն ու հետաքրքրությունները շատ։ Տարին ընթացքում Էչմիածինը փոփոխվեց եւ կարելի ասել ավանդույթները բավականին հեռացան մեզանից, այն ավանդույթները, որ մեր մանկությունում կար, հիմա ես տեսնում այդ մանկության այդ ավանդույթները չկա։ Չկա այն հոսքը երեխաների, որ ամեն մի թաղում, ամեն մի բնակավայրում, ամեն մի շենքի մոտ հավաքված էին, խաղում էին, տարբեր խաղեր, որը ինձ թվում է բոլորիս պատմության գրքում մնացին, իսկ հիմա այդ աժոտազը չկա եւ դրանով ես շատ եմ ցավում, որ իմ մանկությունից իմ զավակները, իմ թոռնիկները ոչ մի հիշողություն չեն ունենալու։ Պապական թամադա Սամվելը հայրենի քաղաքին ծնված բազմաթիվ կենացներ ունի։ Ցանկացած առիթի դեպքում էլ Էչմիածնի համար անպայման բաժակ է բարձրացնում։ Վերջին շրջանում առիթները մի փոքր պակասել են, շատերն են գնացել քաղաքից, բայց դրական փոփոխություններ էլ կան։ Ես շատ եմ ուզում, որ Էչմիածինը որպես հոգևոր կենտրոն, որպես մեր ամբողջ հայության սուրբ քաղաք միշտ իր հյուրասիրությամբ, իր բոլոր ավանդույթներով միշտ լինի առաջինը, քանի որ մենք կարելի ասել հնարավորություն ենք տալիս բոլորին այս քաղաքում եւ հարգանքի եւ պատվի արժանանալու եւ մեր քաղաք այսօր իրոք իր վերելքն է ապրում։ Ես կցանկանամ, որ մենք միշտ այդ վերելքի մեջ մեր տեղը եւ մեր դերը գտնենք։ Քյուվթայից բացի Էչմիածնում խաշել են շատ սիրում ուտել։ Քաղաքն իր Քյուվթայից բացի հայտնի է նաև խաշով, դրա փողոցն էլ կա։ Այս անգամ առավոտ կանուխ, բուրավետ սեղանի շուրջ հավաքված հյուրերը հյուրընկալվել էին մեր տունը կազմակերպությանը։ Ամեն տարի հասարակական կազմակերպության բարեկամները համտեսում են խաշն ու անկեղծանում մանկատներից այստեղ հայտնված աղջիկների հետ։ Բոլորը գալիս են հիմնականում Վանաձորի եւ Գավառի մանկատներից, բայց կան դեպքեր, որ պարզապես զանգահարում են ուրիշ հաստատություններից եւ խնդրում, որ գիտեք, խնդիր կա, այս աղջիկը կարող է մնալ դրսում, փողոցում, ընդհանրապես շատ դժվար կլինի, լավ երեխա է եւ առաջ գնալու տեղ ունի ինքը։ Ավելի քան 10 տարվա ընթացքում կազմակերպություն եկած աղջիկների ճակատագրերը տարբեր կերպ են դասավորվել, բայց մի բան ընդհանուր է բոլորի համար։ Քաղաքում նրանց հանդեպ առանձնակի ուշադրություն կա, թե պաշտոնյաները, թե տեղացիները ամեն կերպ փորձում են աջակցել նրանց։ 14 աղջիկ ենք ամուսնացրել այս 10 տարվա մեջ եւ ունենք 17 թոռնիկներ։ Առաջիկա հարսանիքը Անիինն է լինելու։ Ընտրյալն էլ Միացյալ Նահանգներից է։ Բոստոնում կազմակերպության մասին հոդված կարդալուց հետո Անիի արդեն նշանած է, հետաքրքրվում է նրանով։ Իսկ բարդ երկուշաբթի հաղորդմանը հյուրընկալվելուց հետո որոշումն անբեկանելի էր։ Նարեկը եկել է 2014 թվականի ապրիլի 7-ին իր մայրիկի հետ։ Դե մինչև այդ ես Facebook-ով կամ Skype-ով շփվել էի, պատկերացնեք ոնց որ կար։ Մի խոսքով տեսանք, հանդիպեցինք, գնացինք մեր Հայաստանի, եթե ոչ բոլոր տեսարժան վայրերը, որը Նարեկը շատ էր ուզում տեսնել, իրար հետ գնացինք, տեսանք։ Դու ապրիլի 27-ին նշանվեցինք,
հունիսի 27-ին է ճանապարհեցի։ Նույնիսկ մի պահ եղավ, որ ասեցի Նարեկ, եթե դու գնաս, ես զգամ, որ ես քեզ չեմ կարոտում, ես մատանին հետ կտամ։ Ասեց հա, համաձայն եմ։ Բայց գնաց ես մի շաբաթ հետո արդեն իրան սկսեցի շատ կարոտել։ Զգում էի իր կարիք, հետո որ միշտ իրար հետ գնում էինք ման գալու, ոնց որ մի անգամից իր բացակայությունը ես զգացի։ Անին իր երջանկությունն արդեն գտել է, մնում է հստակեցնել իր բնակության վայրի հարցը։ Փեսացուն նահանգներից է, ինքն էլ հայրենիքը լքել չի ուզում։ Կգա երևի մի 2 ամիս, 3 ամիս տեղ կապրենք, նրանց հետո կտեղափոխենք Ամերիկա։ Իմ կարծիքով որտեղ էլ ապրենք, կարևորը երջանիկ լինենք։ Ինձ համար տարբերություն չկա, ուղղակի ես մի քիչ Ամերիկան այնքան շատ չեմ սիրում, ինչքան Հայաստանը, որտեղ շրջապատը իմ ընկերները սա Հայաստանն է։ Ես Հայաստանից դուրս նույնիսկ չեմ պատկերացրել, ես Նարեկին ասում եի, կարող է գա մի տարի, մի շրջան, որ ես դու Հայաստան ապրենք, ասեց կարող է։ Այսինքն ինքն էլ է իր կյանքը ստեղ պատկերացնում։ Բարդություններ, խնդիրներ ու անելիքներ վաղարշապատում դեռ շատ կան, բայց տեղացիները չեն հիասթափվում, ինչպես այստեղ են ասում, հայկական Բեթխեհեմում չեն դադարում հավատալ հրաշքներին ու երազանքները իրականություն դարձնել։ Հույս հավատ սեր, առաստված, հայրենի քաղաք ու Հայաստան։ Այսպիսին էր վաղարշապատը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը, Էջմիածինը, իր հետաքրքիր իրադարձություններով, դեմքերով ու դեպքերով։ Միացեք Հայ ու Հայաստանի ընթացքին ծանոթանալու համար, թե որտեղ ենք մենք լինելու հաջորդ շաբաթ ու բացահայտելու մեր հայրենիքն ու մեր հայրենակիցներին։